Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն Արա Պապյանի հեղինակային հաղորդումը։ Բարև բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել։ FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է շարունակում Modus Vivendi հաղորդաշարը, տաղավարում աշխատում են Հայկո Իմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Արա Պապյանը։ Շարունակում ենք թողարկումը։ Քառօրյա պատերազմի 100-րդ օրը լրացավ, ամփոփում ենք, տեսնում ենք ինչ հետևություններ են արել։ Նախորդ հատվածին պարոն Պապյան խոսում էիք իսրայելա-արաբական պատերազմների մասին եւ փորձում զուգահեռներ անցկացնել։ Գիտեք, ընդհանրապես լինի պատմությունը, լինի նման զուգահեռները, ինչ են մարդիկ կատարում, ինչ են ուսումնասիրում, որպեսզի դրանից եզրակացություններ անեն։ Հիմա հաճախ մենք համեմատում ենք իսրայելա-արաբական պատերազմների հետ, ասում ենք, այդ տեսեք, Իսրայելն էլ տասնամյակներով պատերազմի մեջ է։ Իրականության մեջ այդպես չէ։ Իսրայելի վիճակը շատ ավելի լավ է, քան մերը։ Իսրայելը մշտական պատերազմների մեջ չի։ Եվ շնորհիվ նրա որ ուժեղ բանակ ունի։ Իսրայելը, ասենք 6-7 պատերազմ ամախր, այսինքն ինքը ունի խաղաղության տարիներ եւ կարճատև պատերազմներ, 6-օրյա պատերազմ, 30-օրյա պատերազմ եւ այլն։ Այսինքն իսրայելական բանակը մեր բանակի նման կամ նրա մի զգալի մասը խրամատավորված չի եւ սահման։ Իրանք ասել են նրան, որ իրենց երկրի շրջակայքով այն ինչ որ մենք էինք անընդհատ ասում, պատ են կառուցել, շալարեր են կառուցել, դիտող սարքեր են տրի, այսինքն զինվորով չէ որ պաշտպանում են։ Զինվորը ավելի պաշտպանված է եւ թիկունքում է գտնվում։ Եվ ցանկացած հարցակում իրենց տարածքի վրա ստանում է համարժեք պատասխան։ Օրինակ ես երբ որ խոսում եմ երկրորդ լիբանանյան պատերազմի մասին, դա ինչպես սկսեց։ Հեզբոլլահը ականանետային գնդակոծման ենթարկեց մի բնակավայր, որի հետևանքով 11 վիրավոր եղավ քաղաքացիական անձանց մեջ եւ 3 զոհ զինվորականների մեջ, 2 հոգու էլ տարան քերի։ Տեսեք 3 զոհ։ Դա մեր համար արդեն հաճախ ենք նո։ Իսրայելը դրան հակադարձեց համապատասխան նախ ռմբակոծումներով, գնդակոծումներով, հետո մտավ պատերազմի մեջ։ Հիմա նորից հարց կգա, ունենք այդ հնարավորություն, չունենք այդ հնարավորությունը։ Բայց տեսեք, իրենք նման այսինքն հրետակոծման գնդակոծման պարագային էլ շատ ավելի քիչ զոհեր տվեցին, որտեղ իրենց մոտ իրանք դրան հասան, որտեղ երբ որ մենք ձեր խոսքի մեջ դուք նշեցիք, որ օրինակ մենք այդ ռազմաարդյունաբերական հնարավորությունները չունենք, բայց եկեք հիշենք, որ ելակետային առումով մեր հնարավորությունները շատ ավելի է եղել, քան Իսրայելի։ Իսրայելը դա անապատի մեջ 0 հնարավորություն ունեցող երկիր է ստեղծվել։ Ոչինչ չկար այնտեղ, ասենք մի հատ կարգին արհեստանոց էլ չկար, այսինքն երբ որ մենք կանխացանք 91 թվին, մենք ունեինք գործարաններ, ունեինք կադրեր, օրինակ այսպես կոչված Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ, երբ որ իրանց անգլիացիներից մնացած մի քանի ռազմական ինքնաթիռ ունեին, անգամ կարգին օդաչու չունեին, դրսից էին բերում, այսինքն մենք չենք այդ դրա պակաս չենք ունեցել, բայց ի տարբերություն մեզ իրենք որդեգրեցին այլ քաղաքականություն, իրենք որդեգրեցին երկիրը հզորացնելու եւ հզոր ռազմաքաղաքական եւ տնտեսական երկիր ունենալու հետևանքով դիմացինին զսպելու քաղաքականություն։ Մենք ցավոք սրտի դա չորդեգրեցինք, մեր քաղաքականությունն է տարածքներ զիջել ինչ որ մի բանի դիմաց, սիրաշահելու քաղաքականությունն է։ Դա խիստ վտանգավոր է։ Պատմությունը ցույց է տվել, որ երբեք քաղաքական սիրաշահության միջոցով չես հասնել խաղաղության։ Տարբեր երկրների փորձը երբ ուսումնասիրում ենք, պարոն Պապյան, ասում ենք, որ արդեն ճանաչում ենք, հա, ասում ենք Թուրքը այսպես կանի, ռուս-թուրքական հարաբերությունները լրիվ կանխատեսում էինք, երբ օթանավը խփեցին, կանխատեսում էինք, որ կբարիշեն։ Ինչ կարելի է կանխատեսել մեր մասին, ելնելով մեր պատմությունից։ Այսինքն, այսպես ասեմ, հա, երբ բեկում մտավ մեր պատմության մեջ։ Արդյոք խորհրդայնացումից հետո հայ ժողովրդի պատմությունը այսպես իր ընթացքը փոխեց, այդ 5-րդ շարասյունը հայտնվեց, այդ օտարամոլությունը մտավ, ինչ տեղի ունեցավ, որն էր պատճառը։ Օտարամոլությունը մեր մեջ եղել է բավականին երկար ժամանակ, դարերի վեր է եղել, եւ դա ունեցել է իր օբյեկտիվ հիմքերը։ Այսինքն գիտեք, որ մարդիկ ասում են մենք պետք է լինենք հայակենտրոն, բան, դա ցանկություն է։
Այսինքն երբ որ դու տրոհված ես որպես ազգ եւ ժողովուրդ երկու հզորագույն կայսրությունների միջև, սկզբից Պարսկաստան եւ Բյուզանդիա, հետո չգիտեմ Օսմանյան կայսրություն եւ Պարսկաստան, հետո ավելացավ Ռուսաստան, այսինքն դու չես կարող հայակենտրոնն, այսինքն դու ոնց ես կռվելու կայսրությունների դեմ, որտեղ ասում են այսպես լիներ, այնպես լիներ, դա այդպես չի։ Բայց 20-րդ դարում, երբ որ մենք ուսումնասիրում ենք առաջի հանրապետության պատմությունը, տեսնում ենք գրեթե նույն վիճակը, ինչ որ հիմա, այն առումով, որ որտեղ մենք պատրաստակամություն ունեցանք ոչ թե զիջելու, այլ կռվելու եւ մեռնելու, շատ ավելի քիչ զոհեր տվեցինք եւ հաղթեցինք։ Օրինակ 18 թիվ այդ ճակատամարտները մայիսի, այսինքն այդ երյակ ճակատամարտները, երբ որ մենք կռվեցինք, ելք չունենք այլ ընտրանք, դրա համար էլ կռվեցինք եւ հիմա հաղթեցինք կամ կարողացանք ինչ որ զսպել, այստեղ նաեւ պիտի ասեմ, որ մենք նաեւ հաղթեցինք, որտեղ դա Օսմանյան բանակի հիմնական խնդիրը չէր։ Երևանը իջմիածն է գրավել, իրանց խնդիրն էր հասնել Բաքու, իրենք տեսան, այսպես դժվար է, շրջանցեցին Ախալցխայի վրայով դեպի երկաթքից եւ երկագծով գնացին Բաքու, սեպտեմբերին գրավեցին։ Բայց մենք տեսնում ենք ակնհայտորեն, երբ որ չենք վախենում զոհերից, պատրաստ ենք կռվելու, քիչ զոհ ենք տալիս։ 2 տարի հետո 20 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ մեկ այլ բան։ Մենք մեր շատ ավելի ուժեղ բանակը ամրոցի մեջ, Կարսի ամրոցի մեջ չկարողացավ դիմակայել թուրքական շատ ավելի թույլ բանակին, Քեմալական բանակին, որը հաստատ Օսմանյան բանակ չէր, Օսմանյան բանակի մի փոքր մասն էր, ամենը մեկ կորպուսը, չկարողացանք դիմակայել եւ հանձնեցինք իրենց առանց կրակոցի կարծի։ Ինչու՞, որտեղ այդ չուզեցանք կռվել։ Այս հերթական անգամ զոհեր կլինեն, ոնց կարելի է կռվել։ Գիտեք, աշխարհի պատերազմի մաս է կազմում, կներեք, պատերազմը աշխարհի պատմության մաս է կազմում։ Եվ ինչ տեղի ունեցավ, շատ հետաքրքիր է։ Կարսում 2500-ից ավել հայ ռազմակերին կավ թուրքերի ցերկը, տարան Էրզրում աշխատասրեցին եւ մոտ 700-ը հետ եկավ։ Այսինքն մենք տեսնում ենք 1700-ի շուրջ զոհեր ունեցանք։ Այդ գերիները հետ չեկան։ Իսկ ով էլ եկավ արդեն ահավոր վիճակի մեջ էր։ Հիմա հարց. եթե Կարսի կայազորը չընթարկվեր բոլշևիկյան ռոպագանդայի, որ թուրքերը մեր եղբայրներն են, մեր իշխանությունը լավ լներ եւ զինվորը չատեր սեփական իշխանությունը ավելի շատ քան թուրքին եւ ասեր ինչ եմ կռվելու սրանց համար եւ այլն։ Արդյոք այդ կռվի ժամանակ 1700 զոհ մենք կտայինք ամրոցում։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Տեսեք ինչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, երբ որ դու խուսափում ես, այն Չերչիլի հայտնի խոսքը ասում է, երբ որ դու խուսափում ես պատերազմից եւ ընտրություն ես կատում պատերազմի եւ արժանապատիվ պատերազմի թե խաղաղության միջև, պարտվողական դու ստանում ես եւ պատերազմ եւ ստանում ես այդ պարտվողական վիճակը չես կարողանում։ Մենք դա էլ ստացանք Կարսում։ Հետևաբար այն քաղաքականությունը, որ այսօր իրականացվում է, արմատական փոփոխության կարիք ունի։ Ինչու օրինակի համար այդ մադրիդյան սկզբունքները, որ 2007-ից քննարկվում էր, եւ ես ասեմ, ես 2006-ից այլևս պաշտոնի չեմ եղել, որտեղ ես դա գիտեի գալիս է, եւ ես մի սկզբունք ունեմ, որ ասում է չարի դեմ պայքարելու նվազագույն ձևը չարին մասնակից չլինելն է, այո։ Գոնե նվազագույն ձևով, հա։ Այնուհանդերձ 2007-ին, երբ որ ես քննարկվում էին սկզբունքները, եւ նաեւ 94-ից ի վեր, երբ որ քննարկվում էր տարածքներ կարգավիճակի դիմաց, եւ հիմա, երբ որ նույն սկզբունքով Կազանի փաստաթուղթն շարունակում քննարկվել, էական տարբերություն կա։ Տեղի է ունեցել ապրիլյան իրադարձությունները, այսպես ապրիլյան պատերազմը, եւ երբ որ տարբեր հանրապետականներ ասում են, դե այս սկզբունքները միշտ էլ քննարկվել է, իրանք մոռանում են մի շատ կարեւոր հանգամանք՝ ապրիլյան պատերազմը։ Այսինքն մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը ինչպիսի ռազմատենչ քաղաքականություն է իրականացնում, մենք տեսանք գերիներին գլխատումը եւ հոշոտումը, մենք տեսանք դիակների պղծումը, մենք տեսանք քաղաքացիական բնակչության սպանությունը եւ էլի դիակների պղծումը։ Մի բան, որ ասենք 2007-ին մենք տեսականորեն ենթադրում ենք, բայց դրա փաստացի ապացույցը չունենք։ Եվ ճիշտն ասած, ինձ համար անընդունելի է, որ սրանից հետո, այս իրադարձություններից հետո
մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը պիտի սեպտեմբեր 29-30-ին գնա Բաքու մասնակցելու իր եւ Ալիևի հովանու ներքո կայացվելիք 5-րդ Բաքվի 5-րդ մարդասիրական ֆորումին հումանիտար ֆորում է ցեվա կոչվում որտեղ պիտի խոսան ինչ-որ հումանիտար արժեքների մասին հասկանում եք մենք էլ եմ կրկնում ինչ եղել է մենք գիտենք շատ բաներ բայց ապրիլյան պատերազմից հետո գնալ եւ մասնակցել նման բանի եւ հովանին դա ընդունելի է դա ընդունելի է հատկապես սեփական դաշնակցի կողմից Պարոն Պապյան կրկին լուրերի թողարկումից հետո կշարունակենք թեման հարգելի ունկնդիրներ ովքեր մեզ հետևում են համացանցում հաղորդման շարունակությունը կարող են դիտել այս հղման ներքևի հատվածում մնացեք մեզ հետ